ենք, 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է բանաստեղծ Հուսիկ Արան։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Վերջին շրջանում այսքան անվտանգային խնդիրների հետ զուգընթաց քննարկվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, Նիկոլ Փաշինյանի ստատուսները Facebook-յան, եւ նա հիմա կոչ է արել հանրությանը, որպեսզի հանձնաժողով ձևավորվի եւ պահանջի վեհապարի հեռացումը, ինչ գործընթացներ են առջևում սպասվում։ Նաեւ կոչ է արել վեհարանը ազատել կաթողիկոսից, դա ուղղակի բռնության կոչ է, ներխուժել վեհարան եւ կաթողիկոսին, այսպես ասած, դուրս բերել վեհարանից։ Ասում է սիրով քաղցրությամբ կգնանք, կպահանջենք, որ նա հեռանա։ Սիրով քաղցրությամբ այդտեղ կոչի մեջ սերու քաղցրություն չկար, եթե ներխուժել եւ դուրս անել, դա մեծ վտանգներով է հաղի, չգիտենք ինչ է տեղ ունենալու, այսինքն դա հարձակման կոչ է, հարձակվել Էջմիածնի, Սուրբ Էջմիածնի վեհարանի վրա, չասեմ, դա երկրի ղեկավարի պահվածք չէ, առավել ևս ժողովրդավարական երկրում դա պահվածք չէ, միշտ ասել եմ ու էլի կասեմ, այդ մեր շքեղ լեզուն հայերենը երբեմն հայերենում չես գտնում այնպիսի բառեր, որպեսզի կարողանաս բնորոշել, որակել այս երևույթին։ Իսկ ինչ վտանգներ է պարունակում այն ինչ ասում է Փաշինյանը որ անեն, այսինքն հանձնախումբ է ձևավորվելու, ասում է 10 հոգուն ես կընտրեմ, հետո այնտեղ չափանիշներ է ներկայացրել, թե ինչ չափանիշների պետք է համապատասխան լինեն այդ մարդիկ, ովքեր որ պետք է պահանջեն նախ վեհապարի հեռացումը, հետո նոր վեհապար ընտրեն։ Իր ոչ միայն այս ասած առաջարկը, ինչ խոսում է աբսուրդի ժանրից է։ Մենք էլ խելոք նստում ենք, փորձում ենք խոհեմաբար դրա հիմարությունները վերլուծել։ Չեմ հասկանում, ինչ հանձնաժողով ես կազմում, ում ես հեռացնում, ոնց ես հեռացնում, ինչ մեխանիզմով, ինչ օրենքով, չգիտեմ, ինքն իրեն ապուշի տեղ է դրել, մի ապուշ թեզ է գցում, հանրային առօրյավայր Շեքսպիրի բնորոշմամբ ասած, մենք էլ որոճում ենք։ Սա բանը խելագարության ժանրից է, ուղղակի որևէ բան չեմ կարող ասել։ Բայց հիմա կոնկրետ գործողությունների մասին է Փաշինյանը խոսում, որ հստակ գործողություններ պետք է արվեն։ Դե ինքը անվերջ գործողություններ է անում։ Ինչ հիման վրա է գործողությունը։ Այսինքն 10 հոգուց, 100 հոգուց հանձնաժողով են տրվում, ինչ է անում։ Որոշում են մենք քվեարկում ենք կաթողիկոսը դադարեցնի իր լիազորությունները։ Կաթողիկոսին ընտրել է Սուրբ Էջմիածնի իր կանոնադրությամբ իր եկեղեցական կարգով, որին նաև այսպես ասած ժողովականների մեծ մասը աշխարհիկ մարդիկ են, մտավորականներ եւ այլն։ Եղել է սկզբանե այսպես ժամանակին Իսահակյանն էլ է մասնակցել նման Հիմա մեկ ուզում են հենց իշխանությունից ներկայացուցիչներ լինեն եւ իրանց ուզած կաթողիկոսին ընտրեն։ Հա, կաթողիկոսը այդպես չի, ինքը ծմահ է ընտրվում։ Դա եկեղեցու գործերը թողանք եկեղեցուն։ Դու ով ես եկե խառնում ես, մտել ես, ինչ որ բան ես ուզում փոխել, ամեն տուն մտնում ես, ամեն տեղ մտնում ես, գնում ես գյուղ, ասում ես տանձի ծառը այսպես չի աճել, այնպես աճեցրու, բոլորին խորհուրդ ես տալ, բոլորին, այսպես ասած, խելացին ես, չգիտեմ, էլ մտել է վեհարան Սուրբ Էջմիածին եկեղեցուն է խորհուրդներ տալիս, ինչպես անել, ինչպես չանել։ Այդ եկեղեցին կարող է քեզ ընդհանրապես խորհուրդ տալ, ինչ անել եւ ինչ չանել։ Դա ջան, դու Էլի եմ ասում, ապուշություն եմ խոսում։ Ասում են հաշտեք դուք այն մտքի հետ, որ հոգևորականները բարձրաստիճան խախտել են ուխտը։ Ինչպես կարող են ապացել։ Ես շատ ուզում եմ ինքը ապացի ոնց են խախտել ուխտը։ Բեր ապացի։ Փաստեր ունեմ ասում, վեհապարի ընտանիք ունենալու հանգամանքով։ Փաստերը դնդ հարել ես։ Կարող եք արհեստական բանականությամբ ինչ որ մի նկար ինչ որ տեսա դրել են եւ այլն։ Դու կարող ես բերել ապացել, որ կաթողիկոսը երեխա ունի։ Ասենք Գրիգոր Լուսավորիչը երեխա ուներ հետո։ Եթե չեմ սխալվում, Խրիմյան հայրիկն էլ մինչև ընտանիք ունեցան։ Բայց հիմա կանոնակարգը ասում է եկեղեցու այլ է եւ պետք է իրենք եթե ուխտ են անում, այդ ուխտը պահեն։ Եթե ոչ, պետք է հեռանան եւ եկեղեցին պետք է ազատագրենք նման հոգեվորական։ Ինքը չի որոշողը ուխտը արել են, ուխտը պահում են, ուխտը չեն պահում։
դա բացառապես եկեղեցու գործն է, եկեղեցու ներքին հարցն է, ներքին խնդիրներն են։ Դա ինքը չի, որոշողը ինքը չի դրա կարգ ու կանոնի սահմանողը։ Ինքը ընդհանրապես կարող է խոնարհաբար գնալ Էջմիածին, պատարագի մասնակցել եւ այլն, եթե ցանկություն ունի։ Բայց որքան ես տեսնում եմ, իր բոլոր քայլերը աղանդավորական են։ Եթե ինքը չասի ես աղանդավոր եմ, բայց բաց այդ ես տեսնում եմ, որ ինքը աղանդավորական, ի սկզբանե աղանդավորական քայլեր է անում կանոնիկ եկեղեցու նկատմամբ։ Ինչ է ուզում։ Հիմա վերջնանպատակը ո՞րն է, ձեզ համար ընկալելի է գոնե, ինչի համար է այս ամենը արվում։ Իհարկե ընկալելի է։ Ինչ է արվում։ Նախ եկան ի սկզբանե 18 թվից է սկսվել այդ ամենը։ Փորձեցին, չհաջողվեց, կաթողիկոսի հագուստները փողոցում վրա պատրել, գնալ վեհարանում, ինչ որ մի խումբ կար առանց սափրվելու շորտիկով ու չստիկներով, հա, լաթիկներով նստած երշիկ էին ուտում վեհարանում եւ այլն։ Դա ամբողջը տեսել ենք, էլի։ Վեհարանը մեր ինչ ասեմ, սրբավայր է, չի կարելի պղծել ինչ որ անտրաշ բաց ոտքերով տղամարդիկ։ Կաթողիկոսը Շվեյցարիայում ասաց բռնազավթված Արցախ։ Գիտեին Ադրբեջանում նախապես, որ Շվեյցարիայում սպասում է այդպիսի համաժողով, հայ առաքելական եկեղեցին ինքը աշխարհասփյուռ կառույց է, ոչ միայն հայության աշխարհասփյուռ հայության մեջ, այլև որպես հնագույն եկեղեցի քրիստոնեական քրիստոնյա աշխարհում եւ առհասարակ ամբողջ աշխարհի կրոնական կազմակերպություններում։ Դա միայն Հայաստանում կամ Էջմիածնում Երևանում սահմանափակվող կառույց չէ, դե մեր եկեղեցին։ Եվ նախապես գիտեին ադրբեջանցիներն, նրանց Փաշազադեն հոգևոր առաջնորդը, որը եղել է խորհրդային միության ժամանակ KGB-ի գեներալ Ավանստանում եւ այլնում, լավ իրենց գործն է, ինչ ուզում են անեն։ Ամբողջությունը դրա դեմ էր, այսինքն կա Հայաստանում մի կառույց, դա հայ առաքելական եկեղեցին է, որը կարողանում է աշխարհում հնչեցնել բռնազավթված Արցախ, ապօրինի դատվող հայ ռազմագերիներ, Արցախահայության փոխան այդ հարցերը լուծելու են։ Մի վարդյան, Արցախահայության վերադարձի իրավունք եւ այլն, հուշարձանները հնագույն քրիստոնեական, որ ավերվում են, պղծվում են Արցախում։ Այս ամբողջը աշխարհին բարձրաձայնում է, ցույց է տալիս, իսկ միակ կառույցն է Հայաստանում։ Իսկ մյուսները ոչ միայն չեն ձայն հանում, լռում են եւ իրենց լռությամբ խրախուսում Ադրբեջանի այդ քայլերը։ Դրա համար պետք է Թուրքիի հրահանգով, Թուրքիի հրամանով ոչնչացնել այդ կառույց հայ առաքելական եկեղեցին, որպեսզի ձայն չհանի։ Բայց մենակ ըստ էության վեհապարի փոփոխության մասին են խոսում։ Հիմա վեհապարին փոխելով այդ հարցերը լուծվելու է։ Դե եթե իրանց ուզած սպասելիք կա, իրանց ուզած վեհապարին բերեն, ասենք օրինակ Պոլսոպատրիարք Մաշալյանին, բնականաբար այլևս Սուրբ Էջմիածին նման հարցեր չի բարձրացնի։ Թրքահաճո հարցեր կբարձրացնի, թրքամետ հարցեր, ասենք ինչպես Պոլսոպատրիարքը դատապարտում է այն մոտեցումը, որ մենք բարձրաձայնում ենք, թե աշխարհում ցեղասպանություն է եղել, որտեղ կատարում է Էրդողանի պատվերն։ Այսինքն պետք է մի կաթողիկոս, որ կատարի Էրդողանի, Ալիևի եւ Նիկոլի պատվերները։ Սա է կաթողիկոսի փոփոխությունը, սրան է տանում, որ ասում եմ միակ կառույցն է։ Եվ ինչ է լինելու այս դեպքում, որովհետև հասկանալի է, եթե Փաշինյանը մարդկանց հավաքում է եւ գնում են այնտեղ, պահանջում են, որպեսզի հեռանա կաթողիկոսը, նաեւ մեկ այլ խումբ գնալու եւ իր աջակցությունը հայտնի վեհապարեն։ Հիմա ինչ բախումներ են լինելու, ինչ է լինելու։ Ուրեմն Պայրուսավակն ասում է խոստանեմ բաց ճակատով զորք չզարկվել հաստ պատերին։ Էլի պատը կմնա պատ կպակասի մի լավ ճակատ։ Հիմա այս դեպքում վատ ճակատ է պակասելու։ Ինչքան ուզում են բախվեն, իրենց գլուխն են ջարդելու, այդ մեկ։ Սկսած հազարամյակներով, արդեն 1700 տարի ավել, տարբեր ասպատակողներ եկել անցել են, փորձել են հայ առաքելական եկեղեցին ոչնչացնել, նվաստացնել,
մեկ առ մեկ թվարկեմ, լինեն պարսիկներ, մոնղոլներ, թաթարներ եւ այլն։ Խորհրդային միությունը չկարողացավ ոչնչացնել, թերևս կաթողիկոսին խեղդեցին Վեհարանում։ Իրենք ոչինչ չեն կարող անել, Ուղղակի կարող են ընդամենը բախում հրահրել, մտնել, ներխուժել եկեղեցի Վեհարան, փորձել, բայց այդտեղ ժողովուրդը պատրաստ է եւ պաշտպանել։ Ես վստահ եմ հենց միայն Էջմիածնի բնակիչները բավական են, որպեսզի կանգնեն եւ այդ պղծողների դեմն առնեն։ Էլ չեմ ասում ամբողջ Հայաստանից կգնան կպաշտպանեն։ Դուք մի կարծեք, որ մեր ժողովուրդը ինչքան քարոզի տակ լինի, ինչքան կողմնորոշումը կորսած լինի, ու հանկարծ գա եւ ողջունի հայ առաքելական եկեղեցու ավերումը կամ պղծումը։ Դա իրեն չի հաջողվել եւ սա ինչքան ինքը սրես, դա ինքը ավելի արագացնում, մոտեցնում է իր անփառունակ վախճանը, իր վերջը եւ ծանր վերջը։ Ի վերջո այնպես է անելու, որ իրեն սպասում է Նիկոլին Քադաֆիի ճակատագիրը եւ այդ ճակատագրի գրողն ինքն է։ Սրան է ինքը տանում, ուրիշ բանի չի տանում։ Հիմա ինքը մտածված է այս ամեն ինչը անում, այսինքն այն մտավախությունները, որ դուք ունեք, բնականաբար ինքն էլ ունի։ Հիմա մտածված է ինքը գնում այս։ Ինքը հիմա ես չգիտեմ, նախ պատերազմը հայտարարել հայ ժողովրդին, պատերազմը հայտարարել հայոց պատմությանը, մեր ինքնությանը, մեր սրբությաններին ու արժեքներին, ամեն ինչում պատերազմը հայտարարել։ Եվ տանում է քաղաքացիական պատերազմի, բախումների։ Հիմա տակը ինքը ինչ է որոշել, ինչ օգուտ պետք է քաղել, արտահերտ ընտրություններ, չգիտեմ ինչ, որպեսզի իր ամբողջ նպատակը նորից մնալ վարչապետ իշխանության մնալն է։ Ես ամբողջ ամեն ինչ անում է այդ բոլոր քայլերը, որպեսզի կարողանա վերարտադրվել եւ այլն, թե սա վաբանկ է գնում, ինչ է անում, ես ինքը կարող է Եթե ներքաղաքական հարցերն է լուծում, ինչու եկեղեցուն ընտրել այս դեպքում։ Դե հիմա ասում եմ, միակ կառույցը նախ որ աչքի փուշ է Թուրքի եւ Ազերի համար, դա հայ առաքելական եկեղեցին է։ Հայաստանում պաշտոնապես արգելված է Արցախ տեղանունը օգտագործել։ Լավ գիտենք եւ իր խոսնակ Նազանի Բաղդասարյանների ինչ էր։ Միտում նա որ եթերից հնչեցրեց Ղարաբաղ, Արցախ վայ ներողություն Ղարաբաղ։ Կամ Ալեն Սիմոնյանը կամ մյուսը, դուք տեսնում եք Արցախ տեղանունը անգամ արգելված է Հայաստանում հնչեցնել։ Գոնե չի խրախուսվում, պայքարում են դրա դեմ։ Կամ Արցախի դրոշ եւ այլն, Արցախի կառավարություն վտարանդի։ Դա միակն է, որ կարողանում է ձայն ունի։ Ուրիշ բանը ես եմ դու եմ այստեղ հնչեցնում են կամ մեկ ուրիշտեղ։ Այլ բանը երբ ամենայն հայոց կաթողիկոսն է հարց բարձրացնում, հնչեցնում աշխարհի ամբիոններից այդ վեհաժողովին մասնակից էին եւ կաթոլիկ եկեղեցու հայրեր եւ բողոքական եկեղեցու։ Այո, նրանք էլ ասացին մենք տեղյակ չէինք, որ ձեր երկրում նման բան է պատահել, ձեր սրբավայրերի հետ քրիստոնեական այդպես են վարվում եւ այլն։ Ի վերջո Ամարասը 4-րդ դարի կառույց է, հնագույն քրիստոնեական տաճարներից է Ամարասը։ Էլ չեմ ասում, որ Էջմիածնը հնագույնն է, որ թագավորի Հովանու ներքո է կառուցվել 303 թվականին հիմնադրվել է աշխարհում այդպիսի քրիստոնեական տաճար չկա, որ պետական հովանավորությամբ, պետական պետության թագավորի հայացքի համաձայնության ներքո կառուցվի, դա առաջինն է։ Գուցե դրանից առաջ ինչ որ եղել են Հունաստանում ինչ որ խցեր, խորշեր, ասենք լեռներում կամ միտեղ քարանձավներում, բայց պաշտոնապես հնագույն տաճար կառուցված, որ պետականորեն հովանավորված եւ թույլատրված, դա Էջմիածինն է։ Դրա համար այն Փաշազադեը ինչ է ասում է, մերն է, ադրբեջանական հողի վրա Էջմիածինն էլ, մենք կարող է հայերս մի քիչ հույս փայփայենք, որ գուցե մեր աղոթատեղին խղճան թողեն մեզ, չէ, Թուրքը երբեք ոչինչ չի թողելու քեզ։ Հիմա էլ թիրախավորել են Սուրբ Էջմիածինը որպես կառույց տաճար հնագույն քրիստոնեական։ Սա է որ Միգուցե Փաշինյանը այո, այսպես նաև աշխարհի մեսիջ է հղում, որ ինքը կապ չունի այն հայտարարությունների հետ, որ արվել է եւ ինքը հենց դժգոհություն ունի վեհապարի հետ կապված։ Ահա, ինքը այդ մեսիջը նաև իշխանության թողնելով կաթողիկոսի վրա, որ այո, արցախցիների վերադարձի հարցը եւ այդ հարցը փակել ենք, չենք խոսում։ Հա, այդ մեսիջը, բայց ասում են բավական չի, քիչ է, ոչացրու, ոնց թե
նրանք իրենց, ասենք, Ալիևը իր չափանիշներով ոնց թե ինքը երբոզի իրենց կրոնոյ պատասխանատուին Փաշազադե կոչվածին Հեյդար Ալիևն է նշանակել, հիմա տղան էլ ինչ ուզի կանի, որ պահին ուզի փոխի ում ինչ ուզի, ասում է ոչ թե ես կարող եմ, դու չես կարող, չէ, չի կարող, որովհետև հայ առաքելական եկեղեցին միշտ եղել է առաջին կառույց, միշտ գործել է, անկախ նրանից Հայաստանը ում գերիշխանության տակ է եղել։ Այդպես եւ արաբները եւ մյուսները հարգել են մեր եկեղեցու բարձրաստիճան հայրերին, կամ փաստեր, կամ վկայություններ, նրանց տեսնելով սրբակյան ցախ վարքը ոչ մեն հաշվ են նստել, նաև հարգել են եւ ի վերջո Խրիմյան հայրիկն էլ պետություն չունեցած ժամանակ մեր պետությունն է եղել, ասենք գնալ մասնակցել վեհաժողովներին քաղաքական այնտեղ երկաթը շերեփի պատմությունը գիտենք Խրիմյան հայրիկն չէ, դե չկա հիմա կա պետություն բարեբախտաբար, բայց եկեղեցին մնում է առանցին կառույց պետության մեջ, այսպես կարող եմ հոգևոր պետություն։ Հիմա լուրջ դիմադրություն կարող է լինել այս ամեն ինչին եւ ընդդիմությունը որքանով կարող է այս ամեն ինչում իր ներգրավվածությունը ունենալ, ժողովրդին կարողանալ համախմբել։ Այսինքն ոչ թե ընդդիմադիր գործիչները գնան եւ իրենց դժգոհությունը հայտնեն, այլ ժողովրդին կարողանան այս գործընթացները մասնակից դարձնել։ Իհարկե, ժողովուրդը թույլ չի տա։ Ժողովուրդը պատրաստ է, թույլ չի տա։ Մենք տեսանք ինչպես գնացին դիմավորեցին գիշերով վեհապարին օթանավակայանում, վաղը կանգնելու են, թույլ չտանք Էջմիածինը, ուրեմն թույլ ենք տալու մտնեն Էջմիածինը ավերեն, պղծեն կամ կաթողիկոսին։ Ես իմ կարող է դիվերսիա անեն, որովհետև դիվերսիայի կոչ է արել Նիկոլա։ Չգիտեմ, մտնեն ֆիզիկապես նույնիսկ վնասեն կամ խոշտանգեն, ես չեմ կարող ասել, բայց իրենց վերջնարդյունքում չի հաջողվելու ոչ կաթողիկոս փոխել, ոչ մեր եկեղեցու մոտեցումը հայացքը փոխել, ոչ հայ առաքելական եկեղեցին ինչ է նպատակը տանել դարձնել բողոքական քարոզչական եկեղեցի։ Չէ, չես չի հաջողվել, ոչ ոքի չի հաջողվել։ Տաջան դու ընդամենը այս ամբողջի մեջ ծիծաղելի փոշը հատիկ ես։ Դու ով ես եկել ես հետ կառույցին ես բախվում եւ քեզ թվում է ինչ որ բան ես կարողանալու անել։ Ոչ, երբեք։ Ուղղակի, չգիտեմ, դրսին է դուր գալիս, ինչ է ներսում ինքը ինչ հանձնարարություններ ունի կատարելու եւ ինչ նպատակներ ունի, բայց ի սկզբանե դատապարտված է ու ցախողված չի կարողանալու եւ դա իր գուցե եւ վերջը լինի, որովհետեւ կարող է ի վերջո սպասում ապստամբություն, միշտ ասել եմ, ժողովուրդը ինքը այդպես ոչ հրաժարական է տալու, ոչ impeachment, ոչ ընտրություններով, իրեն միայն ապստամբելով են հեռացնելու։ Թե հեռացման ձևը ինչպիսին կլինի, այս պահին ես չեմ կարող հստակ մանրամասն ներկայացնել կամ գուշակել, բայց վատ է լինելու։ Ինքը այնպես խաղաղ բարեկիրթ, քաղաքակիրթ կերպով չի հեռանալու։ Ինքը մինչև վերջ տանելու է ամենանվասեմ ու նվաստ վիճակների հասցնելով իրեն եւ իր, այսպես ասած, վախճանը։ Բայց այս հունիս ամսում կարող է եւ շատ բան որոշվել կամ ինքը պետք է այսպես հեռանա, ոչ թե վեհարանը ազատվի, կաթողիկոսից էլ կառավարության շենք ազատվի իրենից, իր թիմից, կամ մենք այսպես գնալու ենք սրընթաց կործանման։ Եթե ինքը մնաց, ինչ որ բան իրեն հաջողեց, այսպես դրված է, կամ մեր վերջն է, կամ իր վերջն է, մոտ օրերս հստակ որոշվելու, կամ Հայաստանի հայ ժողովրդի հայության պետականության վերջն է, կամ Նիկոլ Փաշինյան եւ ԿՊ-ի վերջն է։ Սա հստակ այդ արդեն դրված է այդ ճամփաբաժանը ու մոտ օրերս կերևա, թե ինչը ինչոց է։ Երբ տեղեկություն եղավ, որ առաջին նախագահը հանդիպել է վեհապարին, այսպես շատ բարկացրեց դա Փաշինյանին եւ անմիջապես նա հրապարակման հանդես եկավ, որ նա ընտրակեղծիքների Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրակեղծիքների կնքահայրն է, ինքն է հիմք դրել այդ ամեն ինչին։ Եթե ընտրակեղծիքների կնքահայրներ եւ այլն Նիկոլ Փաշինյան ինչու է իր 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ Օսոսի պայքարում եւ այլն։ Այդ ժամանակ չէիր հիշում, հետո հիշեցիր հանկարծ։ Մեկ, երկրորդը Լևոն Տեր-Պետրոսյանն իրեն պահել է
իր բարձրության վրա, որպես Հայաստանի Հանրապետության առաջին եւ հիմնադիր նախագահի, իր կրթության, իր գիտելիքների ունեցած այդ աշխարհի բարձրության վրա եւ վերջին Լևոն Տեր-Պետրոսյանն է գիրք զարգացած, շատ բան իմաց, մանրամասն գիտի եւ մեր պատմությունը եւ մեր մշակույթը, ոչ միայն մեր համաշխարհային, եւ ինքը գիտի արժեքները գնահատել ու իրենց տեղում, ինչ է դուք պատկերացնում եք Լևոն Տեր-Պետրոսյանի պես մարդը կարող էր ինչ որ թեկուզ լեզվի սայթակումով վիրավորել մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ոչ, նա գնացել է որպես այդ ամբողջը գնահատելով, արժևորելով հանդիպել է կաթողիկոսին, դա Լևոն Տեր-Պետրոսյանի հստակ դիրքորոշումն է, մոտեցումն է եւ ինձ համար անսպասելի չէր, էլի զարմանալի չէր, որ ես ասեմ ողջունում եմ։ Բայց Փաշինյանի արձագանքը այդքան մեղադրանքներով արդեն ինքը ծիծաղելի է եւ իր արձագանքներով եւ իր ամեն ինչով եւ չեմ ուզում անդրադառնալ կամ մյուսները ԿՊ-ից ախ դուք ով եք Լևոն Տեր-Պետրոսյանը փռշտա դուք փոշատիկի պես կթռնեք դուք ով եք Լևոն Տեր-Պետրոսյանին եք ես ասում եմ որևէ քաղաքական գործով հիացած չեմ երբեք եղել եւ չեմ լինելու ապագայում էլ ուղղակի ամեն մեկ իր տեղն ու արժեքն ունի դա Լևոն Տեր-Պետրոսյանն է ոչ միայն քաղաքական գործիչ ոչ միայն Արցախ ազատագրած նախագահ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադիր նախագահի մեծ գիտնական է նա ինչ մասին է խոսքը նա դիտական թեզերը եւ այլն միջազգային հնչողություն ունեցող բայց նա ընտրակեղծիքներ է թույլ տվել հիմնադիրն է այդ ամեն ինչի դա ինքը ամեն ինչ է ասում հիմա դա այն պահը չի էլի որ բերենք ընտրակեղծիք է թույլ տվել թե թույլ չի տվել ես չգիտեմ թե ուդենն ապացեն գնացել հանդիպել է թե ոչ գնացել հանդիպել է ընտրակեղծիք թույլ է տվել թե թույլ չի տվել դա ընդամենը բան է էժան շանտաժի միջոց է շատ ծիծաղելի ու էժան որը զրո արժեք ունի այսինքն ի վնաս Նիկոլին է խոսում հիմա ԿՊ-ն եւ Նիկոլը ինչ ասում են ի վնաս իրենց է իրենք այնքան են արժեզրկվել այնքան է ժողովուրդը նխկանք զգում իրենցից որ մարգարիտներ իրենց բերանից թափվի ժողովուրդը տեսնելի հրադոդոշներ են դրանք ոչ թե մարգարիտներ այս վիճակն է հասել ինչ ուզում են անեն ուզում են առաքյալի դրախտի հագուստներ էլ հագնեն միևնույն իրենք հրեշ են երևում սա է այս նողկալի վիճակն է ոչ ոք նրանց չի հանդուրժում, չի ներում, տանել չեն կարողանում, ժողովուրդը տանել չի կարողանում, ավելի քան 90%-ը։ Գուցե միայն այդ իրենց ապարատում աշխատող մարդիկ են, մերձավորներ եւ այլն, բայց ես վստահ եմ պետական կառույցներում աշխատող շատ շատերը ոչ միայն համաձայն չեն, նողկում են։ Ուղղակի այս պահին առայժմ չեն կարողանում ինչ որ ընդվզող քայլեր անել։ Հիմա հունիսի 7-ին մյուս տարի 2026 թվականի հունիսի 7-ին լինելու են ընտրություններ, իհարկե այս մասին Ալեն Սիմոնյանն է գրել եւ ասում է հետհաշվարկը սկսված է։ Դուք ինչ եք կարծում, Փաշինյանն ամեն դեպքում կմնա մինչեւ 2026 թվականը։ Ես չեմ կարծում կմնա։ Ես ասում եմ հունիսը ճակատագրական է լինելու։ Իսկ եթե մնաց, արդեն մեզ համար մինչեւ այդ ճակատագրական եղած լինելու է։ Եթե մնաց շատ վատ է։ Նա ամեն ինչ անելու է եւ մենք չգիտենք ինչ մեխանիզմներով թրկական լծի սպառնալիքով Էրդողանի Ալիևի սպառնալիքով ընտրվելու է ճնշումով եւ այլն դա լինելու է ընդհանրապես Հայաստանի վերջը այո հետ հաշվարկը տրված է Հայաստանի վերջի եւ արտի Ալեն Սիմոնյան դու այդ հարցում չես սխալվում հիմա սա է այն կատաստրոֆիկ պահն է Ներսում սարդարապատը լինելու, մեր ներսում։ Մենք ներքին Թուրքի, ներքին թշնամու դեմ պետք է սարդարապատ անենք եւ հաղթենք։ Սա է ուրիշ տարբերակ մենք չունենք։ Այդ կատաստրոֆիկ վիճակում է։ Ես բռնության կոչ չեմ անում։ Ես ասում եմ այն ինչ լինելու է։ Եվ որևէ մեկի մեղադրանքից ես ոչ վախենում եմ, ոչ էլ ասում եմ ներքին սարդարապատ է լինելու եւ ապստամբություն է լինելու։ Ընդվզելու է ժողովուրդը, որովհետև այս չարիքը իր խմբակով այլ տարբերակ չի թողել եւ չի թողելու։
Եվ ինքը առնառուստ կերպով ամեն ինչի գնալու է։ Ինքը արյան պախմելի տակ է։ Պիտի ամեն օր արյուն գցի, որ դոզան տեղը գա։ Եվ ինքը կանգ չի առնելու։ Ինքը 1 տարի առաջ նռնակն է տես ժողովրդի վրա։ Բաղրամյան փողոցում կանգնած խաղաղ ցուցարարների վրա։ Ինքը Իսկանդերով էլ կխփի ժողովրդին։ Ինքը այդ տեսակն է։ Ու իր մերձավորներն այդ տեսակն են։ Նրանք ոչինչ առաջ չեն կանգնելու։ Ես ինչ ասեմ, 19 թվականի փաստաթուղթ կա, ինչու չես համաձայնվել, ինչ ես ասում է, ինձ չէր ուղղված Հայաստանի նախագահին եւ Ադրբեջանի նախագահին։ Չէ որ դա կանխում էր պատերազմ չէր ունել, 5000 զոհ չէինք ունենալու։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փաստաթղթի մասն է խոսքը։ Նաեւ չի կարելի, այստեղից կասեմ, հարգել մի ժողովրդի, որը այդ ամենը իմանալով Սա խոստովանում է ոնց է տարել, բազմիցս քանի անգամ, ասում եմ մենք կարող ենք կանխել այս պատերազմը։ Արդյունքը նույնը կլներ առանց զոհերի։ Ու մի ժողովուրդ լսում է ոնց է իր զավակներին տարել, մորթել, մատաղել, ու չի ընդվզում դրա դեմ, ու ոչինչ չի անում։ Այդ ժողովուրդն էլ հարգանքի արժանի չէ։ Այդ ժողովուրդն էլ դժոխքում է դատապարտվելու։ Այսօրվա մեր ժողովուրդը պատմությունը գրելու է, անարգված ժողովուրդ չի հարգելու մեզ։ Խայտարակություն է, մենք համաշխարհային պատմության ամենախայտարակ, ամենանողկալի, ամենազզվելի էջն ենք գրել։ Եվ ամբողջ ժողովրդով ենք գրել, որևէ մեկը թող չարթարանա։ Հիմա տեղից նստած կան, ես, ոչ դու չես, ոչ մեկը չի, այդ թվում նաև ես, բոլորս ենք մեղավոր։ Բոլորս ենք այս երկրի կործանող, բոլորս ենք այդ արյան մեջ թաթախված։ Որ կարող ենք հանդուրժել այդքանը։ Կանգնի իր բերանով որևէ անգամ խոստովանի բազմաթիվ ապացույցներ դնեն, որ սա կործանել է մեզ, մորթել է, ոչնչացրել է, ու ոչինչ էլի հա, էլի առավոտյան խաղաղ վեր ընկնում իրենց բանը գործին։ Ով կհարգի այդ ժողովրդին։ Գրվելու է պատմության մեջ, սա այս ժողովուրդն է։ Ինքը հարգանքի արժանի չի։ Որքան ես փորձեմ արդարացնել, անverջ ես փորձում եմ արդարացնել։ Այստեղ լավ ժողովուրդն ինչ անի խեղճ կրակա չգիտեմ ինչ։ Բայց ներին բնորոշ հատկանիշ ունի մեր ժողովուրդը։ Ների հայացքով է, միայն ների հայացք ունեցողը կարող է ամբողջը հանդուրժել։ Ու Աստծո կողմից չի ներվելու։ Եվ կա մի բան, որպեսզի վաղը մյուս օր իմ նման պոետները չասեն Տեր Աստված ինչու կործանեցիր։ Այս երկիրը այս ժողովրդին։ Էլ ցույց է տալիս, որ սա է, արժանի է։ Ու որ ես վաղն ասեմ այո, ճիշտ է իր Տեր Աստված։ Ինձ թվում է նաև միստիկ կապ կա այս սրան է տանում Աստված։ Ցույց տալու, որ սա ինչ ժողովուրդ է։ Որ սա Սոդոմ Գոմորն է, որ ես պիտի ավերեմ այս Սոդոմ Գոմորը։ Նաև այդ տեսակետից մեր ժողովուրդը ներում չունի։ Որքան ես փորձեմ արդարացնել, որքան ասեմ խեղճ ժողովուրդը միշտ լավն է ուզել, միշտ սրան է գնացել, միշտ նրան է գնացել, բայց նայեք վերևից մի սթափ հայացքով քննեք մեր ժողովրդին։ Ոնց թե։ Դու այս ամենը ոնց հանդուրժեցիր։ Ոնց ես հանդուրժում։ Ախր չի ների Աստված մեզ եւ չի ներելու։ Ցավով եմ ասում։ Մենք ծանր պատիժ ենք կրելու։ Շատ ծանր։ Աստվածտա այդպես չլինի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի բանաստեղծ Հուսիկ Արայի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։